սիրելի լրագրողներ, ես դիմում եմ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին։ Մեր այն հայրենակիցներին, ովքեր հայաքվեի կենսաթոշակի բարձրացման այս արշավի մեջ գործուն մասնակցություն ունեցան հանրագրի ստորագրահավաքի մեջ, ինչպես նաև մասնակցություն ունեցան սոցիալական ցանցերում կենսաթոշակի բարձրացմանը վերաբերյալ քննարկումների մեջ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, որի արդյունքում մենք միասին բոլորով կարողացանք քաղաքական օրակարգ ստեղծել, քաղաքական իրողություն փոխել Հայաստանում եւ միասնաբար իրար հետ ձեռք ձեռքի բռնած ստիպեցինք, որ այդ փոքրիկ հաղթանակը արձանագրվի։ Հաղթանակը թեև փոքրիկ է, ընդամենը 10,000 դրամի մասին է խոսքը, ոմանց պարագայում նույնիսկ ավելի փոքր, բայց սա շատ կարևոր հաղթանակ է, շատ կարևոր արձանագրում է, որովհետև այդ 10,000 դրամ թոշակը ոչ թե տրվել է տնտեսական աճի նկատառումը հաշվի առնելով, ոչ թե տվել է գնաճը զսպելու նկատառումով, այլ տրվել է ելնելով վախից։ Վախն է եղել են կարևորագույն գործոնը այս շենքում նստածների մոտ, որ գնացել են այդ կարևոր քայլին, այդ քայլին են գնացել։ Վախը մեր 500,000 քաղաքացիների հիասթափությունից, վախը, որ նրանք այլևս իրենց չեն վստահում եւ առաջիկա ընտրություններում իրենց ձայնը չեն տալիս։ Այսպիսով այս քայլը եղել է իրենց համար նախընտրական փրկողակ։ Սա նախընտրական փրկողակ են որպես ուզում ծառայեցնել մեր տատիկ-պապիկների խնդիրների հետ կապված, բայց ոչ թե այդ խնդիրները համակարգային լուծում են ուզում տալ, այլ պարզապես ընտրություններին առաջ ինչ-որ բան անել, որպեսզի շնորհակալ լինել։ Իսկ մեր տատիկ-պապիկները չպետք է շնորհակալ լինեն այդ 10,000 դրամի համար կամ 5,000 դրամի համար, որովհետև դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գումարներն է, սա մեկ, եւ երկրորդ, ձեզ տալիս են 5,000 դրամ կամ 10,000 դրամ, չուզենալով, իրենց մսից կտրելով, միևնույն ժամանակ իրենք ստանալով այս շենքում նստածները եւ հատկապես նախարարները միլիոնավոր ամսական միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ միայն դեկտեմբեր ամսին աշխատավարձ, 13-րդ աշխատավարձ եւ պարգևավճար մոտավորապես միջինով յուրաքանչյուրը իրենցից 7 միլիոն դրամ է ստացել։ Այնպես որ սա շնորհակալության տեղ չէ, սա մեր բոլորի հաղթանակն է, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ձեր ստիպողականության, ձեր ճնշման եւ նաեւ մեր աջակցության արդյունքն է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նաեւ ընդդիմադիր բոլոր գործընկերներին, ովքեր որ այս օրակարգին միացան։ Այս օրակարգը մենք մեկնարկեցինք սեպտեմբեր ամսին 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ասուլիսով մենք մեկնարկեցինք եւ հայտարարեցինք, որ հանրագրային արշավ ենք սկսում եւ մեր ընդդիմադիր գործընկերները տարբեր միացան, այսինքն սա կարևորագույն օրակարգային հարց դարձավ եւ վախենալով մեր աճող վարկանիշից, այո, այդ վախի պայմաններում գնացին այս քայլին։ Կներեք, իսկ հնարավոր է, որ շուտով սպասվում է պարգևավճարների ավելի ուժգին սերիա եւ փորձում են այսպես թոշակառուների աչքերը փակել։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բնականաբար հնարավոր է։ Տեսեք, դուք ձեր խոսքում ասացիք, որ սա տեսակ մեջ փրկողակ է իշխանությունների համար։ Ուզում են իրենք որպես փրկողակ դեռ 3 ամիս կա, չեք կարծում, որ այլ փրկողակներ են հարկատուների հաշվին ունեն պահուստային։ Բնականաբար ամեն ինչ իրենց քաղաքականության յուրաքանչյուր դետալ, լինի արտաքին քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, կրթական քաղաքականություն, ամբողջը նախընտրական տրամաբանության մեջ է։ Իրենց իշխանության գալու առաջին օրվանից, այսինքն ընտրություններով դժբախտաբար վերարտադրվելու առաջին օրվանից, նրանց գործունեության նպատակն ու տրամաբանությունը ոչ թե ժողովրդի մատից փուշ անելն է, ժողովրդի ցավին դարման անելն է, այլ պարզապես վերարտադրվելն է։ Իրենց բոլոր քայլերի տրամաբանությունը դրա մեջ է կայանում։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ սա բնավել կապ չունի նախընտրական քարոզարշավի հետ եւ հարց հնչեց այդ դեպքում ինչու հենց ընտրություններից առաջ ասեցին, ինչպես մեր տատիկ-պապիկները մայիս ամսին, հունիս ամսին ապրեն, եթե կարող են օրինակ հուլիսին տալ։ Խոսքը օրինակ էկոնոմիկայի նախարարի մասին։ Մենք պնդում ենք, իրենք ինչ են պնդում, իրենք սուտ են խոսում, սուտը նրանց գործունեության, սուտը եւ կիսաճշմարտությունը նրանց գործունեության հիմնական բնորոշ ցուցանիշն է։ Մենք հաստատապես ենք ասում, որ դա այդպես է, որովհետև եթե իրենք դա բարձրացնելու լինեին, իմ գործընկերներն արդեն նշեցին։ Բյուջեի մեջ վաղուց արդեն պլանավորած կլինեին, նախատեսած կլինեին եւ այն ժամանակ, երբ որ հայաքվեն,
Երբ որ ժողովուրդը առհասարակ այս հարցը բարձրացնում էր, չէին ասի փող չկա, չէին ասի պոպուլիզմ է, չէին ասի անիմաստ է, ընդառաջ կգնային եւ կանեին այդ որոշումը կընդունեին, բայց չգնացին, չարեցին, իսկ մեր վարկանիշը աճեց, մեր ժողովրդի ճնշումը, մեր քաղաքացիների ճնշումը նրանք չափում են, նրանք տեսնում են, գնահատում են եւ վախենալով, ես նորից եմ ասում, վախից ելնելով, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանության գործունեության հիմքում վախն է։ Նրանք վախենում են եւ վախի պատճառով էլ գնացել են։ Եվ վախեցողին մեր ժողովուրդը չպետք է վստահի։ Վախեցողին պարզապես պետք է առաջիկա ընտրությունները որպես մեխանիզմ օգտագործելով ուղղակի հանենք այս շենքից դուրս գցենք եւ կենսաթոշակների բարելավումը մենք ոչ թե անելու ենք այսպիսի միջոցառումներով, այլ նորմալ տնտեսական աճ ապահովելով մեր խոստացածը, որ 2 տարում առնվազն 50% կբարձրացնենք, մոտեցնելով թոշակառուների փողը այն աստիճանի, որ մարդիկ գոնե կարողանան իրենց ֆիզիոլոգիական նորմալ զարգացման համար անհրաժեշտ սպիտակուցները, միկրոէլեմենտները պարունակող սնունդ ունենան կամ կարողանան գոնե կոմունալ վարձմուծեն եւ ձմեռը չմրսեն։ Այսինքն նվազագույն կենսաթոշակ որպես այդպեսի նվազագույն շեմը ինչքան պետք է։ Միջին կենսաթոշակը 75000 դրամ, պարոն Կոմենդացյան, ես ճիշտ եմ բանում, 75000 դրամ։ Քաղաքացիների հարցը։ Այո, 75000 դրամ, որը որ առողջապահության նախարարության սահմանած նորմերով հավասարվում է պարենային սպառողական նվազագույն զամբյուղին։ Գոնե դա կարողանանք ապահովել։ Որտեղից ինչի հաշվին են այդ գումարները տալու, որովհետև դեռևս 2 տարի առաջ Փաշինյանի հարց այդ թոշակների բարձրացման մասին ասել է, որ եթե մենք պարգևավճար չստանանք եւ այդ պարգևավճարը գումարենք իրար, ընդամենը 1000 դրամով կարող ենք բարձրացնել։ Ի վերջո բյուջեն հաստատվել է եւ բյուջեի մեծ պիսի տող չի եղել, մենք բոլորս գիտենք, որ պիտի բարձրացվեն թոշակները, ինչի հաշվի, որտեղից է։ Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներ առանց պարգևավճարների են ապրում եւ առանց ճոխ աշխատավարձերի են ապրում եւ ապրում են։ Պարգևավճարի հաշվին են դա անելու։ Չէ, միայն պարգևավճարը չի։ Երբ որ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը, մենք այնտեղ հստակ ցույց տվեցինք փողի տեղը։ Առաջին հերթին ասելով, որ հնարավոր է տնտեսական աճը ճիշտ վերաբաշխում անել եւ տնտեսական աճի 20%-ը բերել եւ դնել այդ ֆոնդին, կենսաթոշակային ֆոնդին, որը որ մոտավորապես գնահատվում է 175 միլիարդ դրամ։ Սա առաջին կարևոր աղբյուրը։ Մյուս կարևոր աղբյուրը այն ծախսերը, որոնք կատարվում են իրենց իշխանությունը պահպանելու համար, ռեպրեսիոն համակարգին ուղղված տասնյակ միլիարդավոր դոլարները, ուրեմն տասնյակ միլիարդավոր դրամները, որոնք որ իրենց իշխանության գալու օրվանից աճել են երրապատիկ աճել են, մինչդեռ ժողովրդի անվտանգության մակարդակը իջել է, նվազել է, չի բարձրացել դրա արդյունքում։ Սա երկրորդ կարևոր ոլորտ է։ Երրորդ կարևոր ոլորտը, որ կառավարության պահուստային ֆոնդը իրականում վերածվել է վարչապետի գրպանի փողի, վարչապետի պահուստային ֆոնդի, որի հաշվով լինում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք աղոթքի նախաճաշեր, հեծանվավազքեր, վարչապետի գավաթներ եւ տարբեր այլ միջոցառումներ, որոնք ուղղված են քաղաքական իշխանության վերարտադրությանը։ Այդպիսի գումարներն ենք մենք ասում, կրճատում ենք, վերաբաշխում ենք եւ ուղղում ենք ոչ միայն սոցիալական հարցերի բարելավմանը, կենսաթոշակառուների թոշակների բարձրացման, այլ նաեւ շատ այլ կարևոր, շատ մյուս կարևոր խնդիրների լուծման, ինչպիսիք են օրինակ, ասենք, գիտության բյուջեի բարձրացումը,